Գլխակեր գործակալները ուզում են մեզանից խլել այս չքնաղ երկիրը, այս չքնաղ երկրի, չքնաղ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու իրավունքը ուզում են մեզանից խլել ու տանել դնել իրենց օտարերկրյա գործակալական ցանցերի ղեկավարների ոտքերի տակ։ 2 օր առաջ հրապարակվեց ավտոմատավորված ահաբեկիչների սպառնալիք ուղղված Հայաստանի լեգիտիմ իշխանությունների դեմ։ 3 հրապարակվեց մամուլում անհերքելի փաստեր հրապարակվեցին, համաձայն որի կալուգացի օլիգարխը հանդիսանում է FSB-ի գործակալ, գլխակեր գործակալներ, տերորիստ գործակալներ, որոնք որ ցանկանում են հարձակվել, արշավել Հայաստանի Հանրապետության դեմ, խլել պետականությունը եւ այն մատաղ անել իրենց շեֆերի ոտքերի տակ։ Թույլ չենք տալու։ Հունիսի 7-ին Հայաստանի պետականության դեմ իրագործվող արշավանքը պետք է կասեցվի։ Բոլոր այն մարդիկ եւ շրջանակները, ովքեր այսօր տարածում են այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու թեզը, կեղծ թեզը, դա նույն մարդիկ են, ովքեր որ տարիներ շարունակ ձեզ համոզում էին, որ Հայաստանը այսօր էկուց միջանցք է տալու։ Հայաստանը միջանցք չի տվել եւ չի տալու երբևէ։ Հայաստանի ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չէ։ Դա նույն մարդիկ էին, ովքեր ասում էին, որ Կիրանցն են տալիս Ադրբեջանին։ Կիրանցը այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում է եւ առավել քան անվտանգ է։ Այդ նույն մարդիկ էին, ովքեր ասում էին, որ Ոսկեպարի եկեղեցին են տալիս Ադրբեջանին։ Ոսկեպարի եկեղեցին այսօր էլ նորից Հայաստանի ինքնիշխան տարածքում է, վերանորոգվել է եւ առավել քան ապահով է։ Այս ստերը նպատակ ունեն ահաբեկելու ձեզ ժողովուրդ։ Ահաբեկելու, որպեսզի ձեր վախի եւ էմոցիաների վրա քաղաքական դիվիդենդ ապահովեն օտարների ծառա հանդիսացող, օտարի խամաճիկ հանդիսացող լրտեսական շպիոնական ուժերի համար, որոնք որ զբաղված են պետական դավաճանությամբ եւ որոնք որ այսօր Հայաստանում հանդիսանում են ուրիշների տրոյական ձի ներդրված մեր պետության մեջ օտարի շահի սպասարկման համար։ Եվ բոլոր այս մարդիկ իրենց ստերի նման քաղաքականապես պայթելու են հունիսի 7-ին։ Խնդրում եմ տարածեք այս տեսանյութը եւ տեղեկացրեք ձեր ընկերներին, հարևաններին, մտերիմներին, որ սա հերթական սուտն է, ինչպես որ նախկին պայթած ստերը։ Սակցության արյունարբու ղեկավարները հիմա էլ փորձում են հագնել ինքնության պաշտպանի պատմուճանը։ Ձեզանից ինչ ինքնության պաշտպան։ Դուք ինչ կապ ունեք մեր ինքնության հետ։ Դուք ոչ լեզու գիտեք, դուք ոչ մեր ժողովրդին եք ճանաչում։ Ձեր ինքնությունը թալանն է, գողությունն է, սպանություններն են։ Դա է ձեր քաղաքական ռեզյումեի ամենահարուստ կտորը։ Հիմա էլ տարբեր կեղծ թեզեր եք տարածում 300,000 ադրբեջանցիների եւ այլ կեղծ թեմաների մասին, որ ահաբեկեք մարդկանց ընտրություններին ընդառաջ, որովհետեւ սուտը, կեղծիքը, ահաբեկչությունը ձեր հավատամքն է, ձեր ինքնությունն է։ Ձեր բանդիտական ջոկատները, որ հայտնվել են պատվալներում հեղափոխությունից հետո, ատամները սրած սպասում են, թե իբր Հայաստանում պետքա վլաստը փոխվի, որ հարձակվեն ժողովրդի վրա։ Վլաստը չի փոխվելու։ Ժողովուրդը իր վլաստը, իր իշխանությունը վերահաստատելու է հունիսի 7-ին։ Եվ դուք բոլորդ ձեր շեֆերով, ձեր արյունարբու ջոկատներով մնալու եք, հայտնվելու եք քաղաքական ու ոչ միայն քաղաքական պատվալներում։ Մեռած եք, թաղած չեք, բայց դա էլ ժողովուրդը քաղաքականապես կիրագործի հունիսի 7-ի ընտրություններին։ Այսօրվա ամբախ զամբախ խոսացողներին, վարչապետի մոտ ակլորացածներին, ձեր սիրելի Ղարաբաղյան կլանի իշխանության տարիներին, եթե դուք ձեզ թույլ տայիք, այսօրվա ձեր խոսացածի կեսի կեսն անեիք, ձեզ կտանեին մոտակա զուգարանը, այսինքն գլուխներդ այնքան կտային զուգարանակոնքին, որ դուք ոչ մի դեպքում ողջ առողջ դուրս չէիք գալի զուգարանից։ Վերջում էլ հետևներիցդ ջուրը կքաշեին այսպես։